Լարվում է իրավիճակը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ աստիճաններից ներքև։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների հետ բախում են հրահրում հայերեն չխոսող 3 ակտիվիստ։ Նրանք Եվրամիության, ԱՄՆ-ի ու Ուկրաինայի դրոշներով մոտենում են առավոտից պիկետ անցկացնող տասնյակ արցախցիներին, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, վանկարկելով Ռուսաստան ագրեսոր։ Սա սադրանք են համարում հայ ցուցարարները։ Մոռացել եք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Կիևը ֆոսֆորային զենք է ուղարկել Ադրբեջան հայերի դեմ օգտագործելու համար, զայրանում են նրանք։ Ես վատանում եմ, երբ որ Զելենսկի ստեղը, որ իր ամուսնու դիակն է բերել, իրեր չի բերել, ամուսնու դիակն է բերել, կարում ենք կապրենք սրանց հետո։ Ոստիկանները հեռացնում են օտարերկրյա դրոշներով ակտիվիստներին։ Մենք չենք հրաժարվի Արցախից, երբեք։ Տեր կանգնենք ժողովրդավարությանը կարգախոսով ակցիայի մասնակիցները ամոթանք են տալիս Եվրոպական գագաթնաժողովի մասնակիցներին, պնդելով եվրոպացի առաջնորդները աչք են փակում Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների, մեր երկրի բանտերում գտնվող քաղբանտարկյալների, ցեղասպանության ենթարկված արցախահայության, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վրա։ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն եւ դուք այսօր հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր մասնակցել են այդ ցեղասպանությանը։ Այսօր իմ տատիկի ծնունդն է, նա Գանձասարից է, ես վստահ չեմ, որ տատիկիս գերեզմանը կա, ես չգիտեմ, ով պետք է սրա համար տեր կանգնի, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանները կամ այլ իշխանավորները չեն, Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդն է։ Բողոքի ակցիայի մասնակիցներն ուզում են, որ եվրոպացի առաջնորդները տեղյակ լինեն, Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Նրանց խոսքով քաղաքացու բերանփակելով եկեղեցուց դուրս հանելը, պատարագի ժամանակ երիտասարդին կալանավորելը, ազատ խոսքի համար մարդկանց բանտարկելը ոչ թե ժողովրդավար պետության, այլ ավտորիտար ռեժիմի դրսևորում է։ Հայաստանը ունի խոսքի ազատության խնդիր։ Ցուցարարները ծուխ են վառում համալիրի մոտ, իրենց բողոքն առավել նկատելի դարձնելու համար։ Որ ժողովրդավարությունը բրենդ դարձնողները իր քաղաքացիներին փորձում է հեռու պահել եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից եւ ոչ մի կերպ թույլ չի տալիս, որ մեր բողոքի ձայնը հասանելի դարձնենք եւ ծխով, եւ ձայնային ազդանշաններով, եւ սուլիչներով փորձում ենք տեղեկացնել, որ այստեղ կան մարդիկ, խմբեր, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ ովքեր ունեն հարյուրավոր խնդիրներ եւ ունեն իրենց բողոքը այս իշխանությունների նկատմամբ, որը տեր չի կանգնում ժողովրդավարական եւ ոչ մի արժեքի։ Մենք այստեղ ենք աշխարհի կարգ ու կանոնը հաստատելու եւ ժողովրդավարությունն ու մարդասիրությունը աշխարհում տարածելու։ Free Armenian hostages! Free Armenian hostages! Free Armenian hostages! Պատերազմում անհետ կորածների ծնողներն ու հարազատներն են նաև մարզահամերգային համալիրի մոտ։ Ամբողջ աշխարհում թմկահարում են 21-րդ դարազատություն մարդկային չգիտեմ ինչ ոնց, բայց ուրա դել տեղ չի մնացել են, որ վերջ տեղը մեր ստեա, որ այս ոնե սրանով մի պատասխան տան, մի բան ասեն։ Ճերմակած մազերով այս ոչ ծեր կինը վերջին անգամ իր 18-ամյա տղայի հետ 2020-ի հոկտեմբերին է խոսել։ Ինչ ասել, հաղթելու ենք, լավա լինելու, մամ կարողա երկար ժամանակ չզանգեմ։ Այդ քանի օրվա ամբողջ բողոքը մենակ էդ ա եղել։ Ես իրանից չեմ իմացել, ինքը ինչի միջով անցնում։ Չի հասկանում, ինչպես կարող է Հայաստանի իշխանությունը միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը, երբ դեռ անհետ կորածներ ու գերիներ կան։ Ոչինչ չեն անում, սենց ասեմ, ոչինչ։ Մեր երեխեքի հետ կապված ոչինչ չեն անում։ Ինչ, հայցերը, բաները սա հետ վերցրեց, ինչի համար։
Անհետ կորածների հարազատները նամակ են պատրաստել, որը պետք է հանձնեն եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցներին։ Թող իմանան եվրապաշտոնյաները, թե ինչ են իրենք զգում 6 տարի իրենց որդիներին, հայրերին ու եղբայրներին փնտրելով։ Գուցե մեկի գութը շարժվի ու մի լուր ստանան անհետ կորածներից։ Որ ասում է ծով ընկած մարդես փրփուրներից կախվում ես։ Եվրոպական գագաթնաժողովի մասնակիցներից որևէ մեկը չի մոտեցել ակցիայի մասնակիցներին։ Միայն բրիտանացի լրագրողներ են հետաքրքրվել ակցիայով։ Պայմանագրով Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։